Բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան։ Եկել եմ մեղուների հետ աշխատանքներ կատարելու։ Ծուխը արդեն լավ պատրաստ է, այս է ռամկաներն, որ պետք է օգտագործեմ։ Անպայման պետք է արևից հեռու պահեմ։ Այսքան շատ եմ բերել, քանի որ ուզում եմ երկրորդ հարկ դնել իմ մեղվան տանիքին։ Ամեն դեպքում, քանի որ աշխատանքներս մի քիչ կարող է երկար տևի, այստեղ ուզում եմ փայտ ավելացնել։ Այսպես, մեկնել այստեղ, սրան էի փնտրում, այս սրան, հեշտ կոտրվում է, էլի սենց, օպա, հետո լավ է ծուխանում, քանի որ շամի փետ է, շամի փետը գիտեք չէ որն է սիրել հետևորդներ ջան, եթե չգիտեք ասեմ, տոնածառի փետն է, տոնածառի փետը սոճին է, համ շինափայտ է համարվում, համ էլ ինքը իրանից այնքան յուղայնություն ունի, դրա համար էլ սենց ուժեղ ծուխ է հանում, այս է, օպա, այս է կոտրեցի, ծխի կողմից հանգիստ եմ, արևն ուժեղ վառում է, ուղիղ այս մասում արևը, սիրելիներս, օրը շաբաթը հասցրել եմ գնալ աշխատանքի ու գալ, արդեն շատերդ գիտեք, որ շաբաթ կիրակի առավոտյան ժամերին եմ լինում, բայց շուտ եմ գալիս, հիմա մի հատ սկզբից մեղուներին զգուշացնում եմ, որ եկել եմ իրանց հետ աշխատելու, հետո արկանոցից ծուխ եմ տալի։ Մենք չեմ տալի, որ նեղանան, էլի։ Ամենաառաջ սրանից եմ սկսում, սիրել հետևորդներ ջան, քանի որ լավ լցվել է, ու պետք է ամենաառաջ սրանով զբաղվենք, թե չէ որ մեղուների տեղը նեղված քառնում, իրենց բունը լքում են ու գնում։ Զգուշորեն բացում եմ, այսպես։ Այս առաջի փեթակն է, որ գնել էի, ու սրանից արդեն երկու հատ ձագ եմ վերցրել։ Այսպես։ Կտորը զգուշորեն մի կողմ եմ դնում։ Անգամ եթե այդ կտորը արևի տակ թողեմ, քանի որ մոմապատա էդ էլ կհալվի։ Սիրել հետևորդներ ջան, գիտեք, որ մեղուների երեսի այս շորը մի հետարքիր անվանում է ստացել, չգիտեմ ում կողմից, բայց ասում են, որ մեղուների փեթակի այս վերևի կտորը, որ մոմապատ է, դա մեղուների օրհնությունն է մարդկանց համար, քանի որ այդ կտորը օգտագործում են բուժիչ նպատակներով։ Եթե մարդու մի որևէ մասը մարմնի ցավում է, կամ ոտքը, կամ մեջքը, կամ թիկունքը, այդ մոմապատ շորը փաթաթում են, հետո մի օր թողում, կամ երկու օր թողում, ու իր արդյունքը թողնում է։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ինչպես տեսնում եք, իմ մեղուները մինչև վերջի ռամկան լցվել են, ու արդեն պետք է իրենց տունը մեծացնենք։ Սա մի կողմ եմ դնում, այստեղ, և քանի որ
Երկրորդ հարկը նորից բերել մոտեցրել եմ ինձ, այստեղ է, շուտ բերեմ ու գամ։ Այս է երկրորդ հարկը, համար 3, ինչ ենք անում, ուրեմն մի պահ այստեղ տեղավորեմ, կտորն էլ հետն էի բերել, քանի որ ամեն դեպքում մաքրումներ ա կատարվում տեղադրելուց առաջ, ահա, են կողմը մի լավ մաքրել եմ, հիմա այստեղ, որպիսի գետնի վրա չլինի, երկրորդ հարկը, ու իրանից հողի մասնիկներ չվերցնի, այս տանիքի վրա եմ տեղավորելու, այս թիվը պետք է առաջին մասն էլի, որ իրա չափսերը համապատասխանի, հետո սկսում դասավորություններ տալ, սկզբի համար, այստեղ դատարկ ռամկան եմ տեղավորում, հասցրեց կծել, ոյ, այսպես, այս կողմը լինելու է առաջի մասը, աննկատ ձևով կծում են, սիրել է հետևորդներ չան, հետո սա, և ուզում եմ մի հատ այստեղ իրենց ծխով ապահովել, հենց որ ծուխ ենք տալիս են, սիրել հետևորդներ ջան, մեղուն դրանից գրգռվում է, հետո իր զգուշությունը արդեն ինքը գիտի թե ինչ է անում, այսինքն այդ պահին իր մեղվապարկում մեղր է լցնում, իրեն թվում է թե աղետ է պատահել և վայրկյանների ընթացքում իր մեղվապարկը լցնում է կամ նեկտարի հյութով, կամ մեղրով, հետո այդ դեպքում արդեն չի կարողանում կծկվել, որ իր խայթը թողնի մեր վրա, ահա, և ոչ միայն դա, նաև միշտ էլ ասել եմ, որ մեղուն միակ կենդանի արարածն է միջատներից, որ ուղեղ ունի, հասկանում է և զգուշանում է։ Սա մի այնպիսի գիտություն է, սիրելի հետևորդներ ջան, որ անընդհատ կարելի է ուսումնասիրել։ Շատ խորը գիտություն է։ Երկրորդ հարկը արդեն ձևավորելու համար պետք է համապատասխան ռամկաներ ընտրենք։ Սա չեմ տանելու վերև, առայժմ ընտրությունն եմ կատարում։ Տեսնենք ինչ կա չկա, որն ենք տանում երկրորդ հարկ, որն ենք թողնում առաջի հարկում։ Իհարկե թաքուհին երկրորդ հարկ չենք տանելու, թաքուհին միշտ մնում է առաջին հարկում, որն էլ հիմա արդեն այս պահին այստեղ է, միշտ շրջում է թաքուհին, բոլոր ռամկաների վրա շրջում է, այսպես, մի պահ այստեղ եմ տեղավորում, որպեսզի նորից դասավորություններ տամ։ Եվ տեսնեմ, որ ռամկան է ձված, որը ինչ վիճակում է։ Բոլոր թարմը ձվերը ներքևում ենք թողնում, սիրելիներս, և կարմիր ձուն ենք վերևացնում։ Ուրեմն մեկը սա կտանեմ վերև, այս կարճ ռամկաները, սրանք իմը չեն, սա ես գնել եմ այս կարճ ռամկաները, երբ որ մեղուն էի գնում։ Իմ բոլոր ռամկաները, բոլորը մեծ ռամկաներ են։ Հիմա արդեն ստեղ եմ դասավորություն տալու,
այստեղ նեկտար, ծաղկափոշի և իհարկե որդուձու։ Այսպես։ Կարմիր ձուն հետ եմ բերում։ Այսպես նայում եմ, որ տեսնեմ, եթե մայրաթասակ կա, անմիջապես հեռացնեմ։ Եվ այստեղ կա։ Մատով թեթևակի սեղմում եմ, քանի որ փափուկ մոմից են գործում և գործում են իրենց մոմագեղձերով։ Արդեն դասավորությունը տալով առաջ եմ գալիս, սիրելի հետևորդներ ջան։ Այստեղ ամբողջը ձու է դրել թաքուհին, սա առաջի մասն է ու ձվելով շրջում է։ Երբ որ ձուն նոր է դնում այս անցքերում, սիրելի հետևորդներ ջան, շատ փոքր է լինում և սպիտակ գույն է։ Աչքի համար դժվար նկատելի, բայց սուր աչքից չի վրիպում։ Այսպես։ Հիմա, քանի որ ես ուզում եմ աստիճանաբար այս կարճ ռամկաներից հնարավորինս շուտ ազատվել և թողնել սա մեղր լցնելու համար, այս մի կարճ ռամկան էլի վերև եմ ուզում տանեմ։ Ընդհանրապես ռամկաների երկու տեսակ կա, մեծ և փոքր, և ավելի փոքր։ Ես շատ եմ սիրում, երբ ռամկան մեծ է լինում, չնայած ասում են, որ այս տեսակ կարճ ռամկաներով ավելի շուտ է զարգանում, դե բնականաբար, եթե տեղը կարճ է, փոքր է, իհարկե շուտ կզարգանա։ Բայց իմ այսքան երկար տարիների փորձից ասեմ, որ այս մեծ ռամկաներում նույնպես շատ լավ է զարգանում, եթե բոլոր կանոնները տեղը կատարում ենք, մեղրի հետ զուգահեռ։ Սա արդեն ներքևում կթողնեմ, այստեղ թարմը ձվեր եմ տեսնում ես, շատ բարի նեկտարն է և ծաղկափոշին, այստեղ էի ստուգումներ կատարեմ, տեսնեմ, եթե մայրաթասակ չլինի, արդեն վերջնականապես կդասավորեմ։ Այստեղ և ձու է կարմիր, և նոր դրված ձու, ամեն ինչ կա այս մի ռամկայի վրա։ Քանի որ նեկտարով ու ծաղկափոշով լեցուն է, նաև ծանր է, այսպես։ Հիմա անցա վերջնական դասավորելուն առաջին հարկին։ Այսպես, մորը բերում ենք այստեղ, այսինքն թաքուհունն է, որին այստեղ եմ տեղավորել, հիմա տեսնեմ հո չի գնացել։ Քանի որ մեր թագուհուն ներկել ենք, ես հեշտ կգտնեմ։ Բայց ոնց որ տեղափոխվել ա մյուս ռամկայի վրա, հասցրել ա, որը չի խանգարում։ Միևնույնն ա, նրան էլ էի բերելու այստեղ։ Տեսնեմ։ Շատ լավ կլինի, որ այս ռամկայի վրա լինի, քանի որ ուզում էի, որ սա սկզբի մասում տեղավորել, բայց ոնց որ թե այստեղ էլ չգտա, այս ուր ա թաքնվել, թաքուհի, ահա գտա, այստեղ ա, շատ բարի, շատ իմ սրտովը ստացվեց, սիրել հետևորդներ ջան, և թաքուհին այստեղ է։ Բաներ կա, չէ, որ երբեմն ուզում ենք, որ մեր սրտովը լինի, ու որ լինում ա շատ ենք ուրախանում, Հիմա արդեն տեսնեմ, այստեղ կարմիր ձու պետք է տեղավորեմ, անպայման, այստեղ բոլորը թարմը ձվեր են, այստեղ ունենք կարմիր ձու և սա առաջ կբերեմ։
Եվ աստիճանաբար դասավորություն եմ տալի արդեն, նորից եմ ստուգում համոզվելու համար, այսպես, ընտրությունս ճիշտ կատարեմ, որպեսզի չսխալվեմ, ավելի լավ է մի քանի անգամ նայեմ, ինչպես որ հայտնի խոսքն է ասում, 7 անգամ չափեմ, 1 անգամ կտրեմ։ Այսպես, բայց այստեղ էլի ունեմ այստեղ վերելու։ Տեսնենք։ Այս սա էլ ուզում բերել։ Եվ այսպես աստիճանաբար այս մեկը նորից տեսնեմ ինչ է, չէ, սա կմնա այստեղ։ Սա այստեղ։ Ոնց որ թե այդ մյուս ռամկան չի համապատասխանում, եւ անընդհատ ընկնում է, տեսնեմ ինչ եմ անելու։ Այսպես։ Այստեղ էլ տեղավորում եմ սա, որ մաքրման կարգավորումների աշխատանքներ կատարեն։ Առաջին հարկը պատրաստ է և տեղավորելու եմ արդեն երկրորդ հարկը։ Պետք է որ զգույշ կարողանամ տեղափոխությունը կատարել և խախտումներ չանել։ Մի հատ էլի ծուխ եմ տալիս իրենց, որ իջնեն ներքև։ Շատ շոք է, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն երեքը այս կողմներ և վերցնում եմ արդեն զգուշորեն, ասեմ, որ ծանր է, 10 կիլոգրամից ավել կլինի հավանաբար և այստեղ, այսպես, չեմ ուզում շատ խոսել և գործանել, այսպես, ստացվեց, որ այստեղ երկու կարճ ռամկաները տեղավորեցի, որի վրա կարմիր ձու է և մոտ օրերս կծնվեն մեղուները, հետո արդեն այս դատարկ ռամկաներն եմ լցնում այստեղ, քանի որ կարգն է այդպես, համ այստեղ դատարկ չի մնում, համ տաքությունն է ապահովում, համ էլ մեղուները արդեն գալիս ու ինչ պետք է անում են, այսինքն մաքրում են, կարգավորում են, այսպես, շարունակաբար, սրանք անցյալ տարվա ռամկաներն են, սիրելի հետևորդներ ջան, որը լիստ էի ամրացրել և գործել են։ Այսպես, այս որ մի անգամ մայրը ձվադրում է կատարում, արդեն մքվում է գույնը, այսինքն սա 1 տարեկան ռամկա է։ Դեռևս էլի տեղ կա, բայց պետք չի, այսքանը լավ է։ Եվ արդեն փակում եմ։ Այսպես, հարթեցնում եմ։ Չնայած, որ իրանք եթե մի բաց տեղ են տեսնում, անմիջապես իրենք մոմով ամրացնում են։ Պահեմ ձեռքով, որ քամին չքշի, հետո իրենց փափուկ բարձը, որը ապահովում է և ցուրտ ժամանակ, և շոգ ժամանակ։ Հետո արդեն տանիքը
որը նույնպես ծանր է։ Այսքան բան, սիրելի հետևորդներ ջան, ասենք շնորհավոր իմ մեղուների երկրորդ հարկը, թող որ լավ աշխատեն, բերքի տարի լինի և մեզ մեղր տան։ Հիմա այս տարբերակով, բայց ոչ երկրորդ հարկ դնելով կշարունակեմ մյուս փեթակները նաև, սիրելի հետևորդներ ջան, ծուխ այստեղից վերցնեմ, որ մեղուներին չխանգարեմ, սակայն արդեն իմ աշխատանքով ձեզ չեմ միանա, իմ գործը կանեմ, հետո օրվա ընթացքում մեկ այլ ուրիշ տարբերակով նորից կմիանամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, բոլորի շնորհակալություն, որ այս ընթացքում լինում եք իմ հաճելի զրուցակիցը և ինձ ջերմ ու սիրառատ գրառումներ եք ուղարկում։ Ես շարունակեմ աշխատել։ Սիրելի հետևորդներ ջան, գրեթե մեկ ժամ ավել անցել է, եկել եմ տուն, մի փոքր հանգստացել, շունչ եմ քաշել, հետո որոշեցի, որ արժե մի բաժակ դառը սուրճ վայելել։ Արդեն պատրաստել եմ և շուտով կեռա։ Այսօր գարնան վերջին օրն է, սիրելի հետևորդներ ջան, գարունը համ խաղաղ անցավ, համ էլ իր տարերքները ցուցաբերեց մեզ, ինչևէ, եղածից գոհ լինենք և կարող ենք արդեն ասել բայ գալուստ ամառ, ու քանի որ ամառը սկսվում է երեխաների պաշտպանության գեղեցիկ օրով, ապա այս առիթով ուզում եմ շնորհավորանքներս հաղել բոլորին սիրելիներս։ Շնորհավորում եմ երկրագնդի բոլոր երեխաների տոնը, թող որ միշտ պաշտպանված լինեն, թող մեր աշխարհը խաղաղ լինի և մեր երեխաները ապրեն խաղաղ երկրում, վայելեն իրենց մանկությունը, երջանիկ մանկություն ունենան, կապ չունի թե ինչ ազգության են, բոլոր մանուկներին եմ խոսքս ուղղում և թող Աստված պահապան լինի երկրագնդի բոլոր մանուկներին, քանի որ մանուկներն են մեր ապագան և մանուկներն են շարունակում մարդկության կյանքի ընթացքը։ Սիրելի հետևորդներ ջան, առանձնակի անդրադառնում եմ ձեր փոքրիկներին, ձեր երեխաներին, թոռներին ու ծոռներին, ցանկանում եմ, որ ունենան խաղաղ մանկություն, երջանիկ օրեր և իհարկե շրջապատված հարազատներով, թող որ մեր մանուկները միշտ էլ թռվռան մեր շուրջ բոլորը և իրենց ձայնը միշտ խողանջի մեր տներում, քանի որ միշտ էլ երեխաների ձայնը համեմատում ենք զանգակի ձայնի հետ, իսկ եթե զանգակի ձայնն է լինում մեր տներում և օջախներում, ապա այդտեղ իհարկե անպակաս է լինում ուրախությունը։ Բոլորիս ուրախություն եմ մաղթում այսօրով, երեխաները մեր ուրախությունն են, մեր թոռնիկները, մեր ծոռնիկները մեր ուրախությունն են և թող մեր երեխաների ժպիտը մեզ ուրախություն պատճառի։ Այսպես, իմ սուրճն արդեն եռած, սիրելի հետևորդներ ջան, այսօրվա նման շոկ դեռևս չէր եղել ու ինչպես որ մեր պապերն են սիրում ասել, երկնքիցը կրակ ա հիացում, հասցրել եմ արդեն ես էլ համ թևերս ա կարմրել, դեմքս ա կարմրել, չեմ արևահարվել, այլ միայն արևի ճառագայթները լիարժեք ընդունել եմ։ Եվ կարելի է նման դեպքերում ասել, որ D վիտամինը այս պարագայում ծրի է տրվում։ Հնարավորինս, սիրելի հետևորդներ ջան, կարելի է նաև օրվա մի ժամը արևի տակ մնալ կամ աշխատանքներ կատարելով կամ էլ ուղղակի շրջելով, որպեսզի արևից ստանանք արևի ուժն ու էներգիան և մեզ փոխանցվի շատ կարևոր այդ վիտամինը, D վիտամինը։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ գնալ ու հանգստանալ և լռության մեջ անցկացնել մի քանի ժամ, որից հետո էլի իհարկե ես կազմակերպելու եմ իմ մյուս բոլոր աշխատանքներին շարունակություն տալ։ Ուզում եմ, որ լավ լինեք, ուրախ սրտով լինեք և հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրը բոլորդ էլ մի պահ մանկանաք, հիշեք ձեր մանկության տարիների լավ ու քաղցր օրերը և իհարկե բոլորիս մոտ էլ թող որ բարի հուշեր արթնանան, ինչքանով որ կարողանանք ուրախացնենք մեր երեխաներին և իրենց հետ էլ վայելենք այդ քաղցր ուրախությունը։ Առայժմ, սիրելիներս,